Սիրելի ունգընտիրներ, բարի երեկով անացայն ահավասիկ դարձյալ ձեզի հետ ենք եւ ձեր բոլորին կողմից սպասված թիմանագար հայդակրով։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մեկը հանդիպինք միաստապարձանոթանալու այնպիսի անձնավորություններու, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Թիմանագար հայդակրին գրնակ հետևիլ վանացայնի գայքեչով Voice of Fan.net եւ ցիչային հերացայնի Radio Voice of Fan լայվ ձերակիրով եւ ուղղագիորեն թիմադեդրի մեր էչով։ Հարկելիներ, այսօրվան թիմանագարի հյուրը հայ բարարվեստի այն անուններն է, որ արդեն դաստամյակներ շարունակ ստեղծագործությամբ, մանկավարժական առաքելությամբ եւ ազգային արժեքներու նկատմամբ ունեցած նվիրումով իր ուրույն դեղը գրաված է հայ մշակույթի պատմության մեջ։ Ան ոչ միայն պեմ բարձրացած է իբրև առաջադար բարող, այլև գերդած է սերունդներ, ստեղծած է մնայուն փեմատրություններ, հայկական բարը դարածած է աշխարհի զանազան երկիրներու մեջ եւ իր անունը արձանագրած է հայկական բարարվեստի քարտեզին վրա։ Իր 75 ամյակին արիթով գհյուրընկալենք Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի բարի պետական անսամբլի բալեմեստր, մանկավարժ եւ ազգային բարարվեստի նվիրյալ մշակ պարոն Կակիկ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարի եկածեք։ Բարև։ Մենք այսօր ձեզ գհյուրընկալենք վանացայնեն Դեև արցանց, բայց հույսով ենք, որ օրը գհյուրընկալենք մեր ստուդիոներեն ներս։ Հաճույքով։ Բարոն Կարապետյան, նախ կշնորհավորենք ձեր ծննդյան 75 ամյակը, նախքան սկսենք մեր հարցաշարը։ Ձեզի կաչառողջություն եւ հարադեւ հաջողություն կմաղթենք։ Շնորհակալ եմ ժողովրդին շատ։ Բարոն Կարապետյան, երբ այսօր գնայիք ձեր 75 տարիներու ջամփուն, որ պատկերն է, որ առաջինը կհայտնվի ձեր աչքերուն առջև, ուր կվերադառնան ձեր հիշողությունները։ Երբ որ հետ գնայես, այդ հարցը նույնն էր, թե ինչ ամբողջ կյանքս առջևս կգա, որովհետև ամբողջ կյանքը ամենափոքր հասակից կապված եղել բարարվեստի հետ եւ մինչեւ այժմ արդեն շարունակում եմ։ Ես արդեն 58 տարի պրոֆեսիոնալ բարարվեստում եմ, դրանից առաջ էլ մանկուց անընդհատ պար, քանի որ հայրս պրոֆեսիոնալ բարող էր եւ Հայաստանի երկի բարի պետական անսամբլի ղեկավարն էր, բարային մասի ղեկավարը, մեր տանը բարը եղել է կենսական ինչ-որ մի բան, աչքերս բացել եմ, պար եմ տեսել։ Այո։ Շատ տարօրինակ կլիներ, որ ես ուրիշ մասնագիտություն ընտրեի, մեր տանը հնարավոր չէր։ Բարը սկզբից բարող, հետո բարի պետական անսամբլի գլխավոր բարետմեստր, հետո գեղարվեստական ղեկավար, մանկավարժական համալսարանի բարարվեստի ամբիոնի դասախոս, մի խոսքով 4 կողմը պար։ Մի բան էլ ասեմ, կինս պարուհի էր, զավակներս բոլորը ընտրեցին պրոֆեսիոնալ բարարվեստը, թոռներս ընտրեցին պրոֆեսիոնալ բարարվեստը։ Մի խոսքով, մի ամբողջ գերդաստան 5 ծերունդ պրոֆեսիոնալ բարողների։ Այո, իսկ ինչպես էր ձեր մանկությունը, արդյոք այդ փոքրիկներեն էիք, որ մանկությունը խաղերով լեցուն էր, թե արդեն շատ գանուխ հասկացած էիք, որ դուք պիտի ընտրեք բարարվեստը, այսինքն ձեր ճակատագիրը կապված պիտի ըլլար բարարվեստին հետ։ Բարընկնելը, վերելները, բակային կռիվները, ամեն ինչ եղել է իմ կյանքում, ոնց որ բոլոր երեխաները, բայց առաջի վկայությունը, որ սկսել եմ պարել, 5 տարեկան հասակից մի հատ բան ունեմ, պատվոգիր ունեմ, որ ինչ որ օլիմպիադայի եմ մասնակցել, առաջինը որ վկայում եմ, որ ես այդ տարիքում պարել եմ, դա է, եւ դրանից հետո ես չեմ հիշում իմ կյանքում մի շրջան, որ ես չեմ պարել, ես չեմ հիշում մի շրջան, որ ինչ որ պարախմում չեմ եղել, հետո ավելի մեծ դեպք չեմ հիշում, որ արդեն բացի պարելը ինչ որ չեմ փորձել ստեղծագործել, ինչ որ մի բան անել։ Բարը իմ տանը ինձ համար եղել է շնչելու նման մի բան։ Իսկ ձեր հայրը Արտաշես Կարապետյանը մեծ անուն էր բարարվեստի աշխարհի մեջ։ Ինչպես էր իր ներկայությունը դան մեջ։ Կարելի է իրեն համարել, որ բարձրապես հայր էր կամ իսկապես ուսուցիչ էր միևնույն ժամանակ ձեզի։ Առաջին շրջանում պարզապես հայր էր, բայց որ հասկացա, որ ես իսկապես մտել եմ բարարվեստի մեջ եւ ինձ արդեն դժվար կլինի դեղից հանելը, արդեն նաեւ դարձավ ուսուցիչ։
Առաջիկ Այո։ հայրերս, առաջիկ հայրերս սկսեցի հայրիկի ստեղծած խմբերում, իրանք ինքնագործ պատանեկան, մանկական պատանեկան խմբեր էին, որից հետո արդեն տեղափոխվեցի ուրիշ խմբեր, ուրիշ տեսակի, ուրիշ վարպետների մոտ եւ այսպես։ Հետո Իսկ անցած անգամ աշխատեցի Երգի բարի պետական անսամբլում 2 տարի, մինչև բանակ պեկնելս, որտեղ ղեկավարում էր հայրս։ Իսկ ձեր խոսքով դուք ձեր ինչպես որ ըսի քիչ արած ձեր մանկության դարիները ձեր խելքը միտքը բարը արած էր այդպես էր չէ իսկ այդ գախարտան ինչ տեսակի գախարտան կար այդ բարի մեջը որ այսպես գրավեց փոքրիկ կակիկը Իսկ դժվար է բացատրել մարդիկ, որոնք բարի մեջ են, երգի մեջ են, ասենք, կամ արտիստիկ դերասաններ են թատրոնի բան, նրանք փորձը իրանք էլ չեն բացատրել, դա ուղղակի կա երևի իմ դեպքում հատկապես դա գենետիկորեն եկած բան էր, որովհետև մեծ հայրիկս ժամանակին բարելա Արեստակեսյանի ստեղծած խմբում, այո իմ մեծ հայրը, այո նրանից հետո հայրս է հայրը սկսել բարել, այո հետո հորեղբայրներս բոլորը բարող էին, հետո հերթ հասավ ինձ, ես սկսեցի բարել տղաս, բոլորը այսինքն Ղարաբեդյաններու Քերթաստանը բարող Քերթաստան պիտի հաշվենք արդեն ինքնին մեծ այ մներ որ կգազմեն բարող եւ պարասող երկու ժամանակ։ այո այո Ինչ շրջան կար, որ մենք էինք բարում, հետո մեծացած պետք պարասնել արդեն։ Այո, իսկ մանկության երազները շատ անգամ ժամանակի ընթացքին կփոխվին։ Ձեր բարակային ինչպես բարը խաղեն կամ հետաքրքրեն վերածվեցավ ասպարեզի, այլևս դուք որոշեցիք, որ ձեր ասպարեզը պիտի լա բարը։ Ինչպես կսեիք, որ ուրիշ բան հնարավոր չէր ձեզի համար ընտրել։ Բայց այդ մեկը գուքար մասնակիտականորեն կամ որպես սեր կապվածություն բարի հանդեպ։ Գիտեք ինչ, շատ անգամ ինչ մարդը ընտրում է մի բնակավար, մի ուղղություն, փորձում է դա եւ մի բան անում ես եւ ստացվում է, անպայման դրա վրա ավելի ես տականում, գնում ես ավելի խորը, ավելի լուրջ ես զբաղվում դրանով, սկսես գիտելիքները հարստացնել, կատարողական տեխնիկա, մասնագիտական գիտելիքները եւ այլը եւ այլը։ Եվ հետո դրանից հետո երբ արդեն հասկանում ես, որ պարը լոկ պար չէ միայն, Այո, դա մի ամբողջ գիտություն է, ազգին բնորոշ մի ամբողջ գիտություն, որը պետք է ուսումնասիրել, երբ ավելի խորանում ես դրանում, հասկանում ես, թե ինչքան հարուստ է հայ պարը, ինչքան առանձնահատուկ է հայ պարը եւ ինչքան շերտեր կան, որ մեր գենետիկ կոդը եւ հայ պարը կապված են իրար հետ։ այո, շատ ճիշտ։ Որ սկսես իսկապես ուսումնա քեզ տանում է դեպի իր խորքերը եւ հետո դժվար է համել ցանկություն ավելի խորանաս, ավելի ուսումնասիրես։ Այո, այո, շատ ճիշտ։ Իսկ երբ երիտասարդ Գագիկ Կարապետյանը առաջին քայլերը գարներ բարարվեստի աշխարհի մեջ, ինչ տեսակի դժվարություններու արժև գտնվեցաք։ Գային դժվարություններ։ Իմ կյանքը բարարվեստում տարբեր էտապներ է։ Երբ ես սովորում էի, երբ ես սկսեցի ապրել, երբ ես սկսեցի սովորեցնել, Այո, եւ երբ ես սկսեցի բեմադրել ու հետագայում էլ ունեցա առիթը ղեկավարելու մեծ խմբեր, լուրջ խմբեր պրոֆեսիոնալ, ամեն մեկը տարբեր էտապներ են եւ այդ էտապներից յուրաքանչյուրը ունի իր դժվարությունները, իր բազմատեսակ դժվարությունները, սկսած աշխատանքային դժվարություններից վերջացրած գաղափարական եւ միևնույն ժամանակ դժվարություններ, որոնք շատ հաճախ կապված են ֆինանսների հետ, այո, որովհետեւ ուզած գաղափարը իրականացնելու համար պետք են գումարներ, որ կարողանաս հագուստ կարել, դեկոր ունենաս, լույս ունենաս եւ այլը եւ այլը եւ այլը։ Այդ ամեն էտապ ունի իր դժվարությունները, ես չեմ ուզում խորանամ դրա մեջ, բայց ասեմ ամեն էտապ էլ ունի իր հետաքրությունները, իր անշուշտ, անչափ գեղեցիկ կողմերը անշուշտ, եւ այդ դեպքում աշխատանքը դառնում է ոչ թե աշխատանք, պարտադրված աշխատանք, այլ դառնում է հաճույք։ Խոսքա չի ասում, եթե դու հաճույք ես ստանում քո աշխատանքից, ուրեմն դու չես աշխատում։ Դու կարելի այո։ է համարել, որ ես 58 տարի չեմ աշխատել։ Իսկ բարոն Ղարաբեդյան, ձեր սերունդին համար գրթությունը, կարգապահությունը եւ աշխատանքը հիմնական արժեքներ էին։
Այսօր ետ նայելով որ թասերն են, որ կյանքի ամբողջ ընթացքին ձեզի ուղեկցեցան, ուղեկից դարձան։ Ինչ շատ բարձ ֆորմուլա կա բարարվեստում։ Եթե դու ուզում ես հաջողակ լինես, պիտի լինես լուրջ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքդ, պիտի լինես աշխատասեր, չափից ավելի, հոգնություն, ցավեր, բան, այդ բոլորը պիտի դնես մի կողմ, եւ եթե զբաղվում ես արդեն ստեղծագործողը, անընդհատ պիտի ուսումնասիրես, անընդհատ պիտի կարդաս, որովհետեւ հայ բարարվեստի պատմությունը նույն հայ ժողովրդի պատմության նման է։ Ինչքան խորանում ես նրա ցալքերում, ավելի Այո, հետաքրքիր բաներ ես գտնում, այո, որոնք անպայման իմ կարծիքով ամեն պարուսույց, ամեն բեմադրող մարդ պիտի իմանա, որովհետև եթե ուզում ես որ բեմադրությունները հայրենիք ունենան, ուրեմն պիտի իմանաս այդ հայրենիքի պատմությունը։ Ստեղծես մի բան, որը անպայման քո ժողովրդի կոդավորման մեջ է, մինչև այո, անգամ նրա հենաշարժողական համակարգի հետ կապված ամեն ինչ պետք է լինի հարազատ քո ժողովրդին, քո մշակույթին եւ քո ստեղծագործությունը միայն այն ժամանակ կդառնա իրական գետնին կպած քո արմատներին կպած, երբ որ դու այդ ամենը գիտես։ Իսկ եթե դու անում ես ուղղակի դրան նման ինչ-որ մի բան, դա կյանք չունի երբեք։ այո, Այսօր կանես դրան մի բան, վաղը դա կվերանա։ Իսկ գործեր կան, ժամանակավրեպ որ մնում դառնա, այո։ տարիներով։ Իսկ Այո։ իսկ դուք ինչպես միշտ հաճախ կսեք, որ բարարվեստը միայն դաղանտով չի կառուցվիր։ Ձեր կյանքի մեջ ուսումը եւ ինքնազարգացումը ինչ դեր ունեցած են։ Իհարկե ամենակարևոր բանը տաղանդն է, ամենակարևոր բանը։ Եթե բալետմայստերը, եթե բեմադրիչը չունի տաղանդ, ոչ մի ուսում հավատացեք եւ ոչ մի աշխատասիրություն չի օգնելու։ Այսինքն ոչ մի աշխատասիրություն, ոչ մի ուսումնասիրություններ մարդուն, որը թեկուզ լավ երգիչ է, բայց կոմպոզիտոր չի դառնա, Այո, որովհետև դա ուրիշ բան է։ այո, Մարդը, որ ասենք բանը լավ նկարի, բայց մեծ նկարիչ չի դառնա։ Դրա համար անպայման տաղանդ է պետք։ Այսինքն պետք է մարդ բացի ուսումնասիրել աշխատելը ծնված լինի։ Ես Եվ իմ ուսանողներին, հակառակն ալ կարելի է, չէ՞։ այո, ես ուսանողներին հաճախ ասում եմ, նայեք, ես ձեզանից բարետմեստերներ չեմ կարող պատրաստել, բայց եթե ձեր մեջ կան տաղանդավոր մարդիկ, որոնք իսկապես զգում են, որ ինչու նրանց կարող եմ օգնել, Այո, ուղղություն ցույց տալ, խորհրդակցել, խորհուրդ տալ, բայց բալետմեստեր պատրաստել մի մարդուց, որը այսինքն այդ գրնանք հասկանալ, որ բալետմեստեր գծնի անցումը, ոչ թե անշուշտ, կերդվի։ անշուշտ բալետմեստերը պետք է ունենա այդ երևակայությունը, պետք է ունենա այդ երաժշտության զգացողությունը, պետք է իմանա, որ երաժշտության տակ ինչ կարելի անել, պետք է կարողանա այդ դրամատուրգիան զգա, Այո, կառույցի այդ դրամատուրգիան, որովհետև պարդ կդառնա անիմաստ խոսքի նման։ Ես այո, միշտ ասում եմ, որ պարը խոսք է, պարը խոսք է։ Երբ դու խոսում ես վայրի վերով, մի քիչ տեղից, մի քիչ ընդեղից անհասկանալի է դառնում ամբողջ միտքդ։ Նույնն էլ պարն է, երբ որ մի շարժում ստեղից է մեկը անկապ շարժումների հավաքածուն, դառնում է անիմաստ, անիմաստ խոսք։ Այդ դեպքում այդ պարը պար չի, դա ուղղակի շարժումների հավաքածու է։ այո։ Պարը պետք է ունենա իր ավարտուն ձևը, իր ավարտուն միտքը, որ թե դու դրանից բան հասկանաս, թե նայով։ Զարգացումը, միևնույն ժամանակ զարգացումը եւ ավարտը։ Իսկ Անշուշտ։ վերադառնալով քիչ մը եւս դեպի անցյալ, Հայաստանի բարի պետական անսամբլին միանալը երդասարդ արվեստագետի համար մեծ քայլ էր։ Ինչ հիշողություններ ունիք այդ առաջին դարիներեն։ Առաջի տարիները բարեպետականում ամենամեծ փափագս էր, որ այդ ծրագրամ ինչ որ կար, այդ ժամանակ Խանավիրյանի ծրագրամն էր, իր ղեկավարման շրջանն էր, շատ մեծ փափագ ունեի ապարելու այդ ամբողջ ծրագրամը։ Եվ փափագս կատարվեց, որովհետև 22 տարի ապարեցի այդ ծրագրամը։ 22 տարի ապարեցի։ Դրանից հետո արդեն մանկավարժական աշխատանք աշխատեցի Սփյուռքի բազմաթիվ օջախներում, Այո, Սփյուռքի տարբեր խմբերի հետ։ Սիրիայից սկսած Պարսկաստան, Ֆրանսիայով, Միացյալ Նահանգներով, Արգենտինայով եւ այլն։ Բավականին շատ երկրներում խմբերի հետ աշխատեցի, դա էլ փորձառության մի ուրիշ տեսակ է բերում։ այո, Գիտես, հասկանում ես, թե ուսումնառության որ շրջանը ոնց կարելի է ղեկավարել եւ հատկապես որ երկրում որ տեսակն է, որ ավելի ընդունելի է եւ
հաճելի է հանդիսատեսի համար։ Այո, Բոլորը իհարկե հայկական հենքի վրա կառուցված բառեր են, բայց պիտի հաշվի առնես նաև տվյալ երկրի ճաշակը, հանդիսատեսի, նրանց այո, զգացողությունները, նրանց սպասումները, այո, ամեն երկիր իր տեմպոռիթմը ունի ընկալման։ Օրինակ Արգենտինայի ժողովուրդը շատ ուրիշ տեմպոռիթմ ունի ընկալման, քան ասենք Ֆրանսիայի կամ Պարսկաստանի եւ այլն։ Մի խոսքով փորձառությունը հենց դրա մեջ է։ այո, Հետո ես բարի անսամբլում արդեն երրորդ անգամ է, որ գալիս եմ որպես ղեկավար, առաջին անգամ եկա գլխավոր բալետմեյստեր, հետո գեղարվեստական ղեկավար, հիմա նորից եղավ շրջան, որ ընդունեցի անսամբլը, հետո դուրս եկա, նորից եկա, հենց մի քիչ դժվարություն ալում է, ինձ անմիջապես էլ հիշում են։ այո, իսկ Պարոն Կարապետյան, երբ գբարեիք երիտասարդ դարիքին, ունեիք բնավ, այսինքն գուհուսայիք, որ դուք պիտի ըլլակ ապակա բալեմեստր այս խումբին։ Նման նկատառումներ Աշխատեցակ ատուղությամբ կամ Բնավ, ինքնաբերաբար եղավ։ նկատառումներ երբևիցե չեմ ունեցել։ Ես ինքը որ սկսեցի արդեն ստեղծագործական աշխատանքով զբաղվել, իմ խումբը ունեի, դեր էի աշխատում, դեր էի անում անալիքներս, եւ հաճախ լինում էր նման հարցում, որ մի չունեք բարի պետական գնալու, առ ինձ պատասխանեցի կհրավիրեն կգնամ, եթե չէ ես դրա կարիքը բնավ չունեմ։ Այո, Մի քիչ մեծամտությամբ հաստատում, եթե իրենք իմ կարիք ունեն, թող կանչեն, եթե չէ չէ։ Եվ կյանքը ապացուցեց, որ իրանք արդեն 3 անգամ իմ կարիքը ունեցան, 3 անգամ հրավիրեցին։ Դրա համար շատ իհարկե ուրախ եմ, գոհ եմ, որովհետև ես իմ տեսակով պարիպետականցի եմ։ այո, Ես պարիպետականի տեսակն եմ եւ ամեն անգամ որ վերադառնում եմ տարբեր արդյունքներով եմ դուրս եկել, հիմա ամեն անգամ որ վերադառնում եմ, ես հասկանում եմ, որ իրենք իմ կարիք ունեն, ես իրենց, որովհետև այդ շրջանում որ վերադառնում եմ, անպայման ծնվում են նոր համարներ, նոր նմուշներ բարային, որոնք ինչպես առաջվա բեմադրությունները պարիպետականում կմնան էլի 30 տարի, 40 տարի կպարվեն։ այո, Իսկ դա այո, արդեն բալետմեստերի համար լուրջ հաղթանակ է, որ քո բեմադրությունը ոչ թե մոռացվում է մի տարի հետո, այլ դարբե այլ դարի պարվում գնան։ է։ Ներողություն, դա դառնում է տվյալ կոլեկտիվի դասական համարներից որևէ մեկը։ Այո, իսկ Վարոն Կարապետյան, փեմի վրա բարելը դարբեր է, փեմատրելը դարբեր աշխարհներ են այս երկուկը։ Անշուշտ, Իսկ ինչպես դուք կարող են վերածվեցաք փեմատրիչի եւ ստեղծագործողի, որովհետեւ ինչպես ասենք դարբեր աշխարհներ են, ինչպես նույնացավ ձեր մեջ այս բոլորը եւ սկսավ արդյունք դալ։ Ձեր ցանած գիտեք, ձեր մեն, Գիտեք, ես շատ շուտ եմ սկսել նման աշխատանքով զբաղվել, հայրս միշտ հիշում է պատմում, որ ասում է Գագիկը դեռ 5-րդ դասարանում էր, այսինքն 12-13 տարեկան մի հատ պարել բեմադրեց, որը օլիմպիադայում առաջին տեղ ստացավ, այսինքն միշտ եղել է այդ ցանկությունը մեջս ինչ որ բան անելու փոքր հասակից, բայց երբ էլ որ պարում ես, կարծում եմ պարողի մեջ էլ կա որ համարը որ դու ես պարում, երբեմն մտածում եմ, եթե ես լինեի, ոնց կլուծեի սա։ ահա, Կոկրես այս բալետմետրը սենց ալուծեի, եթե ես լինեի, ոնց կլուծեի։ այո, Արդեն քու ճանապարհն ես փտրում։ Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, ինչ որտեղ ասենք, ինչեւ անգամ փորձվես բալետմետրի միջամտել, գիտեք, որ եթե սենց անեք, միուցալ, եթե ընդունվում բան հասկանում ես, որ արդեն դու ունես այդ ընդունակությունը կարող ես անես։ Վերջը ու ես տենց արդեն ունեցա ինքնագործ խմբերում բանում շատ բեմադրություններ անելու, որոնք կյանք ունեցան։ լավ, Տեսապես եղավ են ինչ որ պիտի լիներ։ այո, բարոն Կարապետյան, շատ բարեր որ դուք փեմատրած եք, ինչպես ասիկ բաթմություն գա։ Իսկ լավ փեմատրության գաղտնիքը որն է։ Միայն պատմություն ստեղծելը կամ ճիշտ բարողը ճիշտ դեղը որոշելը։ Ձեր ասած բոլոր բաները կարևոր են եւ բոլորը իմաստ ունեն, որովհետեւ նայեք, ուրեմն բարողը բեմադրիչը ինչ անում, վերցնում է որևէ յուր կամ գաղափար, ու Այո, փորձում է գաղափարը իրական դարձնել։ Փնտրում է այդ գաղափարի համար երաժշտություն, եթե չի գտնում հարմար երաժշտություն, պատվիրում է երաժշտությունը, աշխատում է կոմպոզիտորի հետ, որ երաժշտությունը դառնա իր սեփականը, այո, ճիշտ այնպեսին, ինչպեսին ինքն է պատկերացնում իր դրամատուրգիայի մեջ։ Հետո երբ մտնում ես դահլիճ, մինչև անգամ ընտրել ով որտեղ պիտի կանգնի ամեն ինչ այդ անելուց հետո մինչև անգամ դու պատկերացնում ես մինչև դահլիճ մտնելը, թե որտեղում ով է կանգնած
եւ որ շարքի առաջինը կամ 4-րդը ով պետքա լինի, կարևոր օղակներում դեմքով պատկերացնում ես այդ մարդուն, կոնկրետ իմ մոտ ես տեսնում եմ այն ինչ որ պիտի անեմ, ոչ թե այո, անում եմ նոր եմ տեսնում, այլ արդեն տեսնում եմ դե ինչ պիտի անեմ, մինչև անգամ մարդիկ ովքեր որտեղ պիտի կանգնեն, հավատացեք որ այդ մարդկանցից մեկը եթե փորձին բացակայանում, ինձ համար այդ տեղը թափոր է, եթե անգամ ուրիշ մարդ է կանգնած իր տեղը, բայց չէ իմ աչքի համար պետք է այդ մարդը լինի այդտեղ։ Եվ շատ կարևոր է կարծիքով բեմադրողի համար, որ բացի գաղափար ունենալ երաժշտություն ընտրել է, կարողանաս բացահայտես այդ գաղափարը։ Դու կարող ես ուզենաս մի բան պատմես, բայց չգտնես հարմար բառերը։ այո, Չգտնես պատկերավոր այն տեսարանը, որ մարդկանց բառերով բացատրես, իրենք պատկերացնեն ինչի մասին է։ Դե հիմա պատկերացեք, որ այդ ամեն ինչը դու փորձես անես շարժումներով։ Ուրեմն գտած այդ շարժումը պետք է լինի այնքան պատկերավոր, այնքան խոսուն, որ հնարավոր լինի այդ ամբողջ պատկերը ճիշտ ձևով ներկայացնել, որ հասցի հանդիսատեսին։ Իմ կարծիքով պարարվեստով պարով կարելի է խոսել ամեն ինչի մասին, բոլոր համամարտկային նյութերի մասին։ իսկ դուք աշխարհի զանազան երկիրներու մեջ ելույթ ունեցած եք եւ հանդիպած եք ժամանակի մեծակույն վարպետներուն, որ հանդիպումները անգույնաթարցային եղած են մասնակիտական ձեր կյանքի մեջ։ Չեմ ասի անկյունադարձային, բայց հավատացեք, մինչև այսօր իմ բոլոր հանդիպումները աշխարհի տարբեր երկրներում, տարբեր խմբերի հետ, տարբեր պրոգրամների հետ, լինի դա հայկական, ռուսական, իսպանական, չգիտեմ, ճապոնական, ամեն ինչ կապ չունի, այն ինչ որ կապված է պարարվեստ ասած այդ հրաշքի հետ, դրանցից յուրաքանչյուրը թողնում է իր ազդեցությունը։ Հատկապես լավ իմաստով նախանձ որ նայում ես մի բան շատ լավ արած, լավ ինչի՞ է ճապոնացիները կարող են ունենալ այս տեսակի արվեստ եւ այս տեսակի բացահայտումներ, այս տեսակի, ասենք, բեմի վրա շքեղություն եւ այլն, ու մենք չենք կարող ունենալ, մենք ինչով ենք պակաս։ Ես դες մի բան ասեմ, որ հայ պարարվեստը չափազանց հարուստ է, չափազանց։ Ես երկրորդ երկիրը, երկրորդ ազգը չեմ կարող գտնել, որ ունի այդչափ հարուստ պարարվեստ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված թվեր կան, որ յուրաքանչյուր ազգ քանի պար ունի գրանցած։ Դա օֆիցիալ թվեր են։ Երկիր կա, որ 7 պար ունի ընդամենը, երկիր կա 10 պար, մյուսը 15 պար եւ այլն, բայց 250-300 պար, որ ունի հայ, ոչ մեկը չունեն։ Ինչ Այո, անգամ մոտիկ չունեն։ Եվ մեր պարերը շատ տարբեր են բոլոր մնացածից։ Երբեմն մեզ համար որ ասում են կովկասյան պարերի հետ են կապում, մենք բնավ կապ չունենք կովկասյան պարերի հետ, բնավ։ Հələ փորձեք մեր պարերը նայեք, մեր ազգագրական պարերը, մեր Քոչարին, մեր Շորորը, մեր Երխուշտան եւ այլն, դրեք վրացական պարերի, աբխազական, չգիտեմ, օսեթական, ոչ մի նմանություն։ Իսկ իրենց պարերը չեչենները, դագեստանցի վրացիները բոլորը իրար նման են պարում։ Դա նույն պարախումն է, ոնց որ գոյություն լեզվախումբ, այո, հենց պարախում այդ իմաստով որ վերցնես տեսակով, դա այո, նույնն է։ Մերը լրիվ առանձին է, ոնց որ մեր հարբեր է, լեզուն առանձին։ Ասում են հենց եվրոպական, մենք հենց լեզվախմբի մեջ չենք, մեր լեզուն առանձին լեզու է։ Մենք ոչ մեր լեզուն ոչ մեկի հետ կապ չի։ Նույնն էլ պարը ոչ մեկի հետ կապ չունի, իր մեկնաբանմամբ, իր տեսակով, իր ռիթմիկ պատկերներով, ոչ մի բանով։ Սա առանձին մի խումբ է, եւ այո, որ մենք պարտավոր ենք պահպանելու։ Երբեմն ես տեսնում եմ, որ միջամտությունները մեղմ ասած այնքան էլ տեղին չեն, սկսում են խառնել իրար, դա անթույլատրելի է։ Դարերից եկած մեր պարերի, ազգային պարերի 99%-ը հեթանոսության շրջանից է գալի։ ահա, Այդ պարը եթե 3000-ամյակ հասել է մեզ, ոչ մեկ իրավունք չունի դա խեղաթյուրել ու փոխելու։ ըհը։ Ով է տվել դրա իրավունքը։ Իսկ իսկ կգարձեք, որ հայկական բարը այսօր գրնա ասկային ինքնության բահմանման մեջ մեծ դեր ունենալ։ Անշուշտ ունեցել է միշտ եւ անպայման կունենա, Այո, անպայման։ Հետաքրքիր բան ասեմ ձեզ, դժանավոր Երխուշտան գիտեք, տեսել եք այո, երեք, այո, նախ այդ թափի, այդ տրամադրության, այդ ներքին բրկված էներգիայի բար ոչ մի ազգի մոտ չեք տեսնի։ Եթե ուրիշ տեղ ասեք, ես էլ նայեմ, չկա տենց բան։ ըհը, Դա միակ բառն է հայկական եւ առհասարակ, որի մեջ այդ չափ կուտակված էներգիա կա իրար փոխանցելու։ Եվ հետարքի որ բառը բարել են 3 տարբեր
տարատեսակներով ուրեմն բարել են կռիվ գնալուց առաջ իրար էներգի են տվել, իրար իրար հետ ուժ գալու զարկելով, համար, այո։ իրար ուժ են տվել, իրար խիզախություն են տվել, բարել են, երբ որ հաղթանակած վերադարձել են, ուրախությամբ։ Սա արդեն ուրիշ տրամադրություն է, չէ՞։ Այո։ Առաջին կռիվ գնալուց առաջ ուրիշ տրամադրությամբ են բարել, եկել են արդեն ուրախ տրամադրությամբ եւ բարել են նաեւ մեծ զորավարների թաղման արարողության ժամանակ։ Պատիվ են տվել իրենց զորավարին։ Սա լրիվ ուրիշ տրամադրություն է։ Ուրեմն մի բարի, նույն բարի 3 մեկնաբանում ըստ ժամանակի, ըստ տեղի, ըստ իրադարձության, ըստ ծեսի։ Այո։ Իսկ Այդ նման ժառանգություն ունենալուց հետո նմանակել Կովկասյան պարերի Իվանին կարծում եմ այնքան էլ ճիշտ չի։ Չեմ ուզում ավելի խիստ ասեմ։ Լավ, ես նորարարության մասին կուզեմ խոսենք քիչմը։ Որքանով դուք հայկական բարի կամ բարարվեստի մեջ նորարար լալու այսպես հագամետ եք։ Կուզեք, որ նորարարություն ներկործե, բայց բահե հայկական բարի ստեպները կամ քայլերը ինչ կսեք նորարարության մասին բարի հետ կապված։ Ես ասեմ, ուրեմն մեր ազգագրության մասին խոսելուց ինչ է ամբողջ ժողովուրդ որտեղ են ապրել յուղի մեյդաններում, հրապարակներում, շուրջ բարեն ապրել, չէ՞։ Այո։ Այսինքն այդ բարվող բարը եւ ժողովուրդը ով դիտել է իրենց, որ այնքան էլ դիտող չեն եղել ինչքան մասնակից բոլորը, հա, նույն հարթության վրա են։ Բայց երբ բարը բարձրացնում ես բեմ, ժողովրդից մի 1.5 մետր բարձր ավելի եւ այդ բեմի վրա արդեն գոյություն ունեն պատեր 4 կողմը ազատ չի որ ժողովուրդը կես 4 կողմից նային անայմա միայն արշևից ուրեմն դա ստիպում է որ բարը փոխես ստեղծես նման մի բար որ ոչ թե մեջքով բարեն ժողովրդին այլ դեմքով լինեն երբեմն կարող է դեպ մեջքով լինեն բայց այդ ամբողջ շուրջ բարը չգիտեմ 15 վայրկյան զուրնաներին այդ շուրջ բարը այդ բեմի վրա որ անդադ դու նայես մարդկանց մեջ հնարավոր բան չի այսինքն այս տեխնիկական պատճառները ստիպեցին բարետմեստերներին բարը ձևափոխել տալ բարին բեմադրական ձևեր սա նորարարության առաջի քայլերն էին այո հետո այն բարետմեստերները որը խոր ուսումնասիրեցին հայ բարը իր տրամադրությամբ բովանդակությամբ սկսեցին այդ բովանդակության վրա ստեղծել նոր շարժում ստեղծել նոր մոտեցում նոր բարագծեր նոր բարապատկերներ ստեղծվեց հայ բեմադրական բարը բեմի բարը ազգագրությունից զատ բայց որի հիմքում ամեն խելոք բարետմեստեր օգտագործում է ազգագրական բարը այսինքն հիմա վերցնենք ինչքան բարեր կա հիմա որ օգտագործում ենք որ ուղղակի 10 տարի առաջ չենք օգտագործում չկար այդ բարերը խոսքի մեջ ինչքան նորամուծություն եղավ նույնը բարարվեստում մտան նոր շարժումներ, նոր բարապատկերներ եւ այլն, բայց դրանք պիտի լինեին այնքան հարազատ, որ չառանձնանային իր բուն էությունից։ Այո։ Եվ շահել են այն բնադրիչներ, ովքեր կարողացել են դա անեն։ Չաղավաղվի, այսինքն ուրիշ բարեր չի ներկործեն բարերում մեջ։ Եվ միևնույն ժամանակ արդեն բարը դարձավ պրոֆեսիոնալ։ Առաջ բարը ինչ էր, ամբողջ գյուղը բարում էր։ Դրա համար կրթություն պետք չէր, հատուկ հունարներ պետք չէին։ Հիմա բեմի վրա պարում են պարային կրթություն ստացած պարող պարուհիներ։ Այսինքն դասական պար ուսումնասիրած եւ հայկական պարի մեջ դիրքերը բերած դասական ֆորմաների, այսինքն դասական ձեռքեր, դասական կեցվածք եւ այլն։ Ինչի շահում անպայման մեր բայց դրանով շատ այսպես ասած տրվել դրան եւ ամբողջ հայկական պարը ողողել դասական բարի շարժումներով անճաշակություն է, անընդունելի է, չի կարելի։ Ուզած այդ միջամտությունը պետք է լինի անչափ գեղեցիկ ու սահուն, որ անգամ բարի մասնագետը չասի, որ գիտեք, սա մեր բարին հարիր չէ։ Դա պետք է ուղղակի գա, մեր բարը գեղեցկացնի, նոր ձևով, նոր դասական ոճով ներկայացնի աշխարհին։ Այսինքն մենք բացի մեր ազգագրություն ունենալուց, որը ունենք եւ պահպանում ենք, ներկայացնում ենք աշխարհին որպես ֆոլք Այո։ Մենք ունենք նաև մեր բեմադրական, այսինքն մեր նվաճումը բարարվեստում եւ դա ներկայացնում ենք ամբողջ աշխարհին որպես հայ բարարվեստի նվաճում։
Այո։ Իսկ ձեր կարծիքով հայկական ժողովրդական բառը ինչ կսորվեցնե մարդուն, որ ուրիշ ոճեր երբեմն չեն գրնար դալ։ Նայեք ասեմ, երևի ասած տարօրինակ կլինի, ամեն առաջի երթին պարկեշտություն։ Մեր բարերի մեջ վավաշոտ վուլգար ոչ մի բան չկա, ոչ կանանց բարերի մեջ, ոչ տղամարդկանց բարերի մեջ։ Մի բան վատ իմաստով չեմ ասում, արաբ կանայք եւ տղամարդիկ այդ կոնկաստրային շարժումներ ունեն շատ կոնքերով բանով։ Դա երբեք հայկական բարի մեջ չի եղել, չկա եւ չի կարող լինի։ Հայ տղամարդը նման ձևի չի կարող բարել եւ հայ աղջիկներն էլ նման ձևի երբեք չեն բարել։ Հիմա սկսել են նոր ամուսություն, որպես նման բաներ աղջիկներն անում են, որը իմ կարծիքով անթույլատրելի է, որովհետև հայ բարը դա նույն կեցվածքը ու պահվածքն է հայ կնոջ։ Այո։ Իսկ հայ կին եղել է մի զուր, միշտ եղել է հավաք, Լուրջ։ միշտ եղել է համեստ եւ դա այն տեսակն է, որով մենք կուզեինք ներկայանալ աշխարհին։ Ուղղակի պետք չէ դա փչացնել եւ ներկայացնել մի ձև, որ նայող չես հասկանում, սա արաբական բառ է, հնդկական բառ է։ Ոչ մի տեսակ չեմ ուզում ասեմ, որ վատ է։ Ամեն մեկը իր տեղի իր տեղը, բայց մերն է եւ պետք չի դրան խառնել ուրիշ որևէ բան, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերի, ոչ մի լավ բանի։ Ճիշտ է։ Իսկ դուք դաստամյակներ շարունակ, պարոն Գարաբեդյան, ինչպես ըսի քիչ առաջ աշխատած եք Սփյուռքի մեջ, Բոյնես Այրեսեն մինչև Հալեբ, իսկ Նյու Յորք մինչև եւ այլ քաղաքներ։ Ինչ տվավ ձեզի Սփյուռքը այս աշխատանքներու ընթացքին, դարիներու ընթացքին։ Անկեղծ որ ասեմ, ամենաշատը մարդկանց ճանաչելու հնարավորություն, որովհետեւ մենք նույն ժողովուրդն ենք, նույն ազգ ենք, բայց մենք շատ տարբեր ենք ամենտեղ, որ գաղութում ապրող մարդիկ այդ գաղութին են ավելի նման եւ շատ հետաքրքիր են իրենց լեզվով, առոգանությամբ, նիստուկացով, ինձ տվեց հնարավորություն մեր ժողովրդին տարբեր ասպեկտներով ճանաչելու, տարբեր երկրներում, տարբեր սովորություններով, տարբեր մտածելակերպով, տարբեր մոտեցումներով, դա ինձ համար շատ հետաքրքիր էր։ Եվ հետո տվեց նաեւ արևմտահայերենի ինչ որ իմացություն, լեզու, որ ես շատ սիրում եմ, որտեղ շատ գեղեցիկ ու շատ հարուստ լեզու է, եւ շատ բավականին սահուն կարողանում եմ օգտագործել եւ դա ինչ որտեղ երբ առիթ լինում Սփյուռքում լինելու դա ինձ օգնում է։ Իսկ Մեծ աշխարհայացքով։ իսկ այդ աշխատանքի դարիներուն ինչն է որ երբեք չեք մոռնար։ Երևի չեմ մոռնա մարդկանց եւ բոլոր այն հաջողությունները, որ ունեցել եմ այդ օտարբեմերում։ Դա Այո։ տարբեր բան է, հայաստանյան հաջողությունը մի բան է, օտար երկրներում, Նյու Յորքում, Փարիզում կամ Բուենոս Այրեսում դա ուրիշ բան։ Այո, ուրիշ ցեվ հաջողությունը ամեն դեղ դերևս նույնն է, բայց ցևը կփոխվի։ Այո։ Որքան գլացեր ուրախությունը, երբ որ Սփյուռքի դարածքին ձեր աշխատանքի ընթացքին երդասարտներ փեմ բարձրացնեիք, որոնք հերույ էին իրենք կբարարվեստեն։ Ամեն մի նոր մարդու ներգրավումը խումբ կարծես թե մի նոր նվաճում էր, որովհետև անկեղծ որ լինեմ, այս Սփյուռքի բոլոր խմբերը առաքելությունը նրանց հիմնական դա հայկական ակումբի նման մի բան է, հավաքատեղի լինելն է, որտեղ հայ երիտասարդներ հավաքվում են, ծանոթանում են հայ մշակույթին, հայ բարին եւ իհարկե ինձ համար ամենակարևոր ծանոթանում են, ամուսնանում են եւ ստեղծվում են հայ ընտանիքներ։ Եթե ոչ խմբերում, այդ երգչախումբ, պարախումբ կամ բանում, որտեղ պիտի հավաքվեն այդ երիտասարդները, որտեղ իրար պիտի տեսնեն։ Դրա համար շատ կարևորում եմ Սփյուռքում գործող բոլոր տեսակի խմբերը, բոլոր տեսակի։ Իսկ դուք ձեր կարծիքով ինչ արժեքներ գրծակ փոխանցել ձեր ընտանիքին եւ ձեր ուսանողներուն։ Երևի իրենց պետք է հարցնել։ Քեզ համար դժվար կլինի նրանց գտնել, որ կարծում եմ գիտես ինչ, ազնիվ լինել աշխատանքի նկատմամբ, ազնիվ լինել ընկերոջը նկատմամբ, տանը լինել ազնիվ սիրով, որտեղ սեր կան, որ ամեն ինչ հաղթահարելի է։ Իմ ընտանիքը, տղայիս, աղջկաս ընտանիքը բոլորը առաջնորդվում են դրանով։ Հարկած ես շատ լավ ընտանիք ունեմ, մեծ եւ շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ դուք հիմնած եք Կարապետյան բարարվեստի կետրոնը, եթե չեմ սխալիր։ Ինչպես Այո։ կգործե այդ կետրոնը։ Ինչ հիման վրա կգործե։
կպատրաստե բարողներ կամ բարձրապես զդիկները գմղե այդ ուղղությամբ։ նայեք, դպրոցը ստեղծվեց որպես սովորական պարիստուդիա, որտեղ պստիկները պետք է գային պարեր սովորեին, եւ իր առաքելությունը այդ իմաստով կատարեց, որովհետեւ արդեն 10 տարուց ավելի է խմբերական, արդեն բավականին ունենք աշակերտներ, որ ավարտել են, գնացել են, եւ ունենք աշակերտներ, որ ավարտել են, ընդունվել են մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին, Այո, կամ արդեն ավարտել են որպես պարուսիչներ կամ շուտով կավարտեն պարուսիչներ, այսինքն իրենց կյանքում ընտրության հնարավորություն կամ ուղղություն ենք տվել եւ մարդիկ գնացել են այդ ուղղությամբ։ Իսկ դպրոցը աշխատում է, ունի իր սեփական ծրագիրը, որով աշխատում է։ Մեր բստիկները սովորում են դասական պար, սովորում են հայկական պար եւ լատինոամերիկյան պարեր։ Դա արդեն ասես ասած հոգու համար է, որ եթե կարիք ունենան բան նաև իմանան դա։ Ունեն իրենց ծրագիրը, որով համերգներ են տալիս, հանդես են գալի տարբեր առիթներով։ Մի խոսքով այսքանը, բայց կարևորագույն բանը նվաճումը երևի որ մեր երեխեքը շատեր ընդունվում են համալսարան եւ ապագա պարուսիչներ են։ այո։ Իսկ բարոն Ղարաբեդյան, ով կգարձեք, որ գրնա շարունակել ձեր գործը, որ դարիներ շարունակ կերտածեք։ Հիմա դպրոցը, որի մասին խոսում ենք, ղեկավարումը տղաս Արտաշես Կարապետյանը, դպրոցում աշխատում է նրա կինը Լիանան, որը նույնպես պարիպետական անսամբլի նախկին պարուհիներից է, տղաս էլ նայել, երկուսն էլ ավարտել են մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը, Լիանան դասավանդում է նաև պետական քոլեջում, պարարվեստի պետական քոլեջում, դպրոցում աշխատում են նաև թորնիկս Այդան Կարապետյան, որը այս տարի երազանցությամբ ավարտեց մագիստրատուրան մեր համալսարանի պարարվեստի բաժնի, աշխատում է մյուս թորս Գագի Կարապետյան Գագի Կարտաշեսի իմ լրիվ անվանակիցս, որը բալետի պարող է, պարում է բալետում, մեր պետական բալետում, ակադեմիական թատրոնում եւ պարիպետական անսամբլում միևնույն ժամանակ, խոսքով բոլորը տնեսուն դպրոցում են։ Այո, եւ ժառանգորդները շատ են։ Ձեր աշխատանքը շարունակողները։ Այդ իմաստով ես հանգիստ եմ։ Այո, իսկ գոչումներ, մրցանակներ, գնահատականներ, այս բոլորը ունեցած եք, բայց ի՞նչն է իսկական հաջողությունը Գագիկ Կարապետյանի համար։ Ամենամեծ հաջողությունը քիչ առաջ որ ասեցի, որ իմ բարերը այսօր ամբողջ աշխարհում բարում են, ամբողջ Սփյուռքով, բոլոր տեղերում, դա մեծ հաջողություն է։ Մեծ հաջողություն եմ համարում, որ այսօր ես աշխատում եմ մի կոլեկտիվի հետ, որին ես շատ եմ սիրում եւ ուզում եմ վստահ լինել, որ իրենք էլ ինձ են սիրում, որովհետեւ հողադարձ աշխատանքի ընթացքում դա երևում է։ Ամեն համերգին իրենց բարձր կատարմամբ իրենք ապացուցում են, որ ինձ սիրում են։ Ուրի ոչ մի բառ ինձ պետք չի, դա ամենավառ ապացույցն է եւ դա իրենք գիտեն եւ մենք ոնց որ պայմանավորվել ենք ամբողջ հետ, մեր միակ բանը պետք է լինի անընդհատ ձգտել դեպի վեր, դեպի ակադեմիական կատարում։ Այո։ Բարոն Ղարաբեդյան, այս դարիներուն 75-ամյա ծեր Հոփելյանին արիթով ինչ սրդի խոսք գուզեք ուղել այն մարդոց, որոնք ձեր կողքին կանգնեցան այս երկար ճանապարհի ընթացքին։ Սրտի խոսք որպես պիտի ասեմ շնորհակալություն բոլորին, որ հավատացին ինձ, իմ աշխատանքին, որ հավատացին իրենց ընկերներին, հավատացին պարիպետական անսամբլին, հավատացին հաջողությանը։ Մի ճանապարհ, որ մենք անցնում ենք, ես մենակ չեմ, միասին ենք անցնում եւ բոլոր հաջողությունները բոլորինս է։ Ուզում եմ միշտ մնան տենց հավատով, միշտ մնան սիրով, սիրեն իրար եւ այդ սերը անպայման կբերի շատ լավ բաների։ Իսկ ձեր ապակա ծրագիրները ինչ են, բարոն Ղարաբեդյան։ Առաջիկա ծրագիրը դա ամսի 15-ի հոբելյանական համերգն է, որը բավականին մեծ քանակով մարդիկ են զբաղված, դա եթե կարողանանք տեղին անցկացնել եւ վստահ եմ, որ պետք է անենք անպայման լավ կլինի եւ հետագա պլաններում շատ բաներ կան։ Նոր բեմադրություններ։ Նոր բեմադրություններ, փոքր ներկայացումներ եւ այլ շրջագայություններ, մի խոսքով անընդհատ աշխատանք։ Այո, ձեր վարձքը գադար
Ձեզի ուժ Շնորհակալ եմ։ կարողություն կմաղթենք եւ նախ շնորհակալ ենք, որ դուք ընտարաչեցիք ձեր այս բազմասպաղ օրերուն այս Սիրով, հատուցումից հաճիկով։ ընդունեցիք կդարել մեզի հետ։ Մենք շատ շնորհակալ ենք, ձեզի Ես անսահման էլ եմ ողջություն շնորհակալ։ կմաղթենք, ձեր 75-ամյակը դարձյալ կշնորհավորենք եւ առողջությամբ եւ Շնորհակալ եմ։ բարեբեր դարիներ կմաղթենք ձեզի։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում եւ ուզում եմ մաղթեմ ձեզ անխափան եթեր, առողջություն, որտեղ շնորհակալ ու լավ գործ եք անում շատ։ Լավ եղեք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Հարգելի ունգընտիրներ, այսպիսով կփակենք մեր հետաքրքրական հանդիպումը։ Թիմանագարի փեմը այսօր բադիվը ունեցավ հյուրընկալելու Հայաստանի բարի pedagogan անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմեստր բարոն Կակիկ Կարապետյանը։ Թող որ իր հետ ունեցած մեր զրույցը ոգեշնչում ըլլա յուրաքանչյուրիդ։ Շնորհակալություն ցայնե հաղորդավարին ձեզի հետեր Շողիկ Թորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա չորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։ Իսկ այժմ մեր հայտակիրը պիտի փակենք թիդելով բեմադրությունը բարոն Կակիկ Կարապետյանի ստեղծագործություններեն։